Շնորհակալ եմ շատ, հարգելի գործընկերներ, ցանկանում եմ մի տեսակ այս լարվածությունը մի կողմ տնենք ու հանգիստ քննարկենք, տեսնենք ինչ ենք անում։ Շատ լարված եք Տիկին Թովմասյան, կարծես այնպես խմբակցության կարծիքը գիտեք, դրա համար լարված եք այս հարցի շուրջ, բայց կխնդրեմ ավելի կառուցողական զրուցենք։ Ես կոնկրետ բովանդակությանը չեմ անդրադառնում, ումա վերաբերվում, վերագրողի վերաբերվում падգամավորի մյուսին, բովանդակությանը չեմ անդրադառնում, բայց ելնելով են կանխավարկածից, որ դուք նշեցիք, տես դուք մատնանշելու եք այս ամշտական հանձնաժողովի կազմումը, դրա համար չեք ընդունում այս ժամանակավոր էթիկայի հանձնաժողովը, ես կասեմ հետևյալը, տեսեք, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի հանձնաժողովը կազմվում է խմբակցություններում падգամավորների համամասնությամբ, այսինքն ձեր առաջարկած 5 հոգանոց խմբում հնարավոր է, որ մեծամասնության քանակությունը ավելի շատ լինի։ Ու այստեղ այս կանոնակարգով եթե առաջնորդվենք, մեծամասնության գործունեությունից է կախված լինելու թե որոշումների կայացումը, թե առհասարակ կենսունակությունը տվյալ հանձնաժողովի աշխատանքի։ Եթե օրինակ մեծամասնությունը որոշի չմասնակցել, ուղղակի հանձնաժողովի նիստերը չեն կայանա, ու այսպես այդ 2 ամսվա ժամկետը ուղղակի կխափանվի եւ ընթաց չի ունենա այդ հանձնաժողովը որևէ որոշում կայացնելու։ Այսինքն գործնականում էլ եթե նույնիսկ հիմա համաձայնություն տրվի, հետագայում աշխատանքը պատկերացնելը զուտ գործնական մասն պատկերացնում չի լինի։ Իսկ ինչ վերաբերվում է այս Պանդորայի աղբյուրը, տեսեք, այսօր մենք նույնիսկ դատախազի հարցերի քննարկման ժամանակ ենք ասում, տեսեք, դուք հորդորեցիք, որ պարոն Վարդանյանը խմբակցության նիստին խոսի падգամավորների հետ, որ նման բառապաշարով հանդես չգան, մենք մեր կողմից հորդորեցինք, որ դուք էլ ձեր խմբակցությունում խոսեք ձեր կողքի նստած падգամավորի հետ, այսինքն եթե մենք գնանք այս բանով, անընդհատ կկազմենք էթիկայի հանձնաժողով, անընդհատ մեծամասնությունից կախված կլինի էթիկայի հանձնաժողովի գործունեություն ու փոքրամասնության համար հետևաբար այս դեպքում հաստատ որոշումների կայացումը այսպես հաճելի ու օգտակար չի լինի այդ իսկ պատճառով միայն հաշվի առնելով այս գործընթացը նաև ես ձեզ խնդրում եմ այս փուլում զերծ մնալ ժամանակավոր հանձնաժողովի կազմումից եւ դուք գիտեք որ մշտական հանձնաժողովի պարոն Մինասյանն էլ կփաստի որ պարիտետային սկզբունքով է լինելու մշտական հանձնաժողովի անդամների քանակությունը քննարկումներին ես եւս իմ կողմից հրավիրում եմ ձեզ մասնակցելու որպեսզի ավելի համապարփակ քննարկումներ ունենանք արդեն այդ հանձնաժողովի գործունակությունը, գործունեությունը եւ չափորոշիչները հենց հիմա էլ մշակվում են, շուտով կլինեն, այնպես որ չշտապենք ու առաջ չընկնենք, այս փուլում զերծ մնանք ժամանակավոր հանձնաժողովի կազմից։ Շնորհակալություն, Տիկին Ղազարյան, հարցեր արագի ձգուցողին։ Խնդրեմ պարոն Մինասյան։ Տիկին Ղազարյան, այն ինչ որ լինելու է ապագայում մենք քննարկում ենք եւ բարեփոխումներ իրականացնելու ենք եւ շատ լավ է որ մեծամասնությունն էլ ընդդիմության այս բարձրացած խնդիրների մասով քննարկումների միջոցով տեսնում է լուծումները բայց մենք խոսում ենք կոնկրետ այսօր այս դեպքի մասին 5 հոկանոց առաջարկում է հանձնաժողով ստեղծել էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով հիմա դուք կանխավարկած եք առաջ քաշում, որ 5 հոկանոց կստեղծվի, 5 հոկանոցից 3-ը քաղաքացիական պայմանագրերին չեն մասնակցի, կարող է չէ, տենց է, բաշխումը տենց է, 3-1-1 է լինելու, որ չեն մասնակցի, 2 ամիսը կանցնի եւ այլն, բայց որևէ խնդիր չկա, հիմա մենք այդ հարց չենք քննարկում, ինչպես կաշխատի, մենք քննարկում ենք ստեղծվի, թե չստեղծվի, Թեև պարոն Վարդանյանը իր խոսքի սկզբում ասեց բովանդակային հարցեր չտանք, բայց ինքն էլ խորացավ բովանդակության մեջ, լավ է վերջում հետ կանգնեց այդ պնդումներից, բայց հիմա շատ պարզ հարց է, այսօր կա օրենք եւ կա մեխանիզմ, այո, այդ մեխանիզմը վատ մեխանիզմ է, այդ մեխանիզմը անպիտան մեխանիզմ է, որ դի փոխվի եւ այլն, Եվ Տիկին Թովմասյանն էլ շատ ճիշտ նկատառում է անում, ասում են նույնիսկ այդ մեխանիզմը հետագայում որ փոխենք, մեկ այս դեպքում չենք անդրադառնալու։ Հետաբար եղած այսօրվա մեխանիզմը։ Հիմա դուք ասեք, ինչ հիմնավորման եք դեմ։ Խնդրում եմ էդի ասեք, հանձնաժողով ստեղծելուն ինչ հիմնավորման եք դուք դեմ։ Այս պարզ հարցն է։ Բովանդակության մեջ չեմ ուզում մտնել։ Տեսեք, ես էլի բովանդակությանը չանդրադառնալով շատ պարզ հանձնաժողով կազմենք ու հանձնաժողովը չաշխատի։ Իմաստ է այդ դեպքում։
Այս եմ ուզում ասեմ, իմաստը որն է։ Ղազարյան, դուք թողեք հանձնաժողովը կաշխատի թե չի աշխատի, հանձնաժողովն ինքը կորոշի։ Որոշումը ոնց կկայացվի։ Ներողություն, հանձնաժողովն ինքն է որոշելու, ինքը կաշխատի թե չի աշխատի։ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ինքը պետք է որոշի, ինչպիսի ներգրավվածություն ունենա։ Խոսքը հիմա դրա մասին չի։ Խոսքը շատ պարզ բանի մասին է։ Օրենքով նախատեսված այդ հանձնաժողովը հիմա եթե համաձայն չեք ստեղծվելու, ինչ հիմնավորմամբ հիմնավորումն է այստեղ կարևոր։ Օրինակ, չգիտեմ, ասեք, որ մենք նպատական, միջայց օրենքը հենց տենց է ասում, նպատակարարության հարց դուք դնեք, ինչով նպատակարար չի, ես պետք է ասեք, կամ գտնում եք ոչ նպատակարար, այդտեղ գալիս են գնահատականը, որ Տիկին Թովմասյանը տալիս է, այսինքն դուք կրում եք այդ վարկագծի ամբողջ քաղաքական մարդկային բարոյական հետևանքները։ Սա է շատ պարզ է հարցը։ Ինչն է խնդիրը, որ դեմ եք ստեղծելու։ Պարոն Մինասյան, գործընկերներս էլ նշեցին, որ նման գործընթացով մենք մի հատ մեծ Պանդորայի արքն ենք բացելու։ Տիկին Թովմասյանն էլ նշեց, որ ինքը չի հոգնի եւ ամեն հարցով կդիմի, ինչը վերաբերվում է լրագրողների, բայց ես ասում եմ, նույն սկզբունքով սկսելու ենք մենք էլ հերթականությամբ արդեն ընդդիմության գործիչների նկատմամբ, որևէ ամեն մի քայլափոխին, ամեն մի արտաբերած խոսքին, ամեն մի վարկագծի կանոնին արձագանք տանք։ Տեսեք, միջև այսօր էլ չէր կազմվել այդ էթիկայի հանձնաժողովը եւ պարոն Վարդանյանն էլ նշեց, բայց ինչի համար չի կազմվել այդ էթիկայի հանձնաժողովը, եթե որևէ մեկս մտածեր, որ այդ էթիկայի հանձնաժողովով այսպես մենք ամբողջությամբ այդ էթիկայի վարկագծի կանոնները ազգային ժողովում մանավանդ մեր գումարման դեպքում բավականին շատ միջադեպեր ենք ունեցել կվերականգնենք, վստահ եղեք, որ մեր կողմից էլ կնախաձեռնվեր, բայց այս առումով մենք գնում ենք ավելի ինստիտուցիոնալ կառույցի կազմմանը, գուցե այս հարցը չքննվի, բայց այն զսպող են կանխարգելող միջավայրը հաստատ կստեղծվի։ Տիկին Ղազարյան, ախր այն ինչ որ անելու ենք, խնդրում եմ էլի, մի խառնեք սրա հետ, հստակ է գիծը։ Հիմա ասեք չենք ուզում ստեղծեք, պրծնենք։